Մենակ գումարը չէ, աշխատանքներ են տրամադրում, որ դու քոնն ունենաս։ Մեր կարևոր առաքելությունը լինել ընտանիքի կողքին։ Երեխաների կրթությանը։ Իմ համար այդ է կարևոր։ Ընտանիքը կամք ունի աշխատելու։ Գումարի չափն է, որ բավարարում է, որ երեխեքի պահանջները ավելի լավ հոգան։ Առավոտը հելնում են իրանք հագնվում են, լվացվում, պատրաստվում, գնում են դասի, ես էլ իմ գործերը փոքր ճուտիկի հետ։ Կարևորը իրանց ուսումն է, տան առօրյան ես ինքս կարում եմ, կարգավորեմ։ Երկուսով աշխատում ենք, 65,000 ընտանեկան նպաստն է եղել, դրանով ենք հասցրել ամեն ինչը։ Տան պայմաններից եմ նեղում այդ դժվարությունս։ Համագյուղացու կողմից տրամադրած ժամանակավոր տուն է։ Ուղղակի մենք մնում էինք մի տուն ներքև, այնտեղ մի հատ տուն կա, ուղղակի քարերը քանդվել էին։ Մեզ դիմեցինք այդ կնոջը, ինքը տրամադրեց այդ տունը, ժամանակավոր մնանք, մինչև հարցին պատասխան ունենանք։ Սիսիանի տարածքային կենտրոնի հետ մշտական են կապի մեջ, ամեն հարցում։ Աշխատանքի հարցով էլ եմ մշտական կապի մեջ, խնդիրների դեպքում էլ եմ մշտական կապի մեջ, ամեն ինչիմն էլ իրանք ինձ ուշադրություն դարձնում են, միասին իրար հետ հարցերներս լուծում ենք։ Օրվա 24 ժամն էլ իրար հետ միասին խոսում ենք, կապի մեջ ենք։ Ընտանիքը գտնվել է հին համակարգում, այժմ գտնվում է նոր համակարգում։ Հին համակարգից նոր համակարգը զգալի փոփոխություն է կրել, 2-ից 3 անգամ ավելացել է ընտանիքի նպաստի չափը։ Մի քիչ ավելի առաջ կլինի երեխեքիս օգնությունը։ Մենակ գումարի չափն է, որ բավարարում է, որ երեխեքիս պահանջները ավելի լավ հոգան։ Երեխաների կրթությանը։ Իմ համար այդ է կարևոր։ Դպրոցին, իրանց պարապմունքի բանի համար, որ գնան մի տեղ պարապելու, սովորելու։ Ընտանիքին բացի այն, որ նշանակված է նպաստ, նաև մի շարք ծառայություններ են հասանելի առողջապահության ոլորտում, կոմունալ ծառայությունների արտոնություն, այսինքն այնտեղ իրենք վճարում են սահմանվածից ավելի նվազ չափով, կրթական ոլորտում են արտոնություններ սահմանվում եւ մի շարք այլ ծառայություններ։ Քանի որ համակարգը նոր է, քաղաքացիները ունենում են դժվարություններ համակարգից օգտվելու համար, ավելի մատչելի դարձնելու համար քաղաքացիներին տարածքային կենտրոններում տրամադրվում են բոլոր միջոցներ, ինտերնետ հասանելիություն, պլանշետ, եթե անհրաժեշտ է համակարգչով է ցուցադրվում դիմում ներկայացնելու կարգը, ամենը տրամադրվում է քաղաքացիների խնդիրը լուծելու, դիմում ներկայացնելու համար։ Դիմումը ինձ ծառայությունն է օգնել, հարցում եմ կատարել, ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեմ, ոնց պիտի ներկայացնեմ, իրանք փաստաթղթերն ասել են, մոտիկացրել եմ, իրանք օգնել են, իրանք լրացրել են, միասին լուծել ենք, լրացումներն արել ենք։ Նորն է հեշտ նրանով, որ էլ չենք եթում այս մարմնից մի թուղթ վերցնենք, այն մյուս մարմնից մի թուղթ վերցնենք, իսկ նոր համակարգով միանգամից դու քո տվյալներով ներկայանում ես, տեղում թղթերը լրացնում են, պատասխանը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստանում ես։ Այս նոր համակարգը շատ կարևոր առաքելություն ունի քաղաքացիներին տանելու դեպի զբաղվածության ապահովում։ Զբաղվածությունն է, աշխատանքն է,
որ ընտանիքին կտա կայուն եկամուտ եւ աղքատության հաղթահարումը պետք է անցնենք զբաղվածության ապահովմամբ։ Այս ամբողջը տրամադրվում է քաղաքացիներին իրենց գիտակցությանը, որպիսի պետք է աշխատեն, որովհետև անապահովության նպաստը մշտական չէ։ Դա պետք է ունենա ավարտ։ Սա միջանկյալ օգնություն է ընտանիքին, որպիսի ձեռք բերեն աշխատանք եւ նպաստ ստանալու հետ զուգահեռ հաղթահարեն աղքատությունը զբաղվածության միջոցով։ Ապագան պատկերացնում եմ, որ ունենամ իմ սեփականը, ստեղծեմ իմը, իմ ուժերով, ունենամ իմ անկյունը, իմ սեփականը ունենամ, ես իմ սեփականով առաջ գնամ, չեմ ուզում դիմեմ ոչ մեկին, իմ խնդիրները ինձանով լուծեմ։ Ամեն մեկն իր ուժերով հելնի կանգնի իր ոտքերի վրա, կանգում իր նպատակներին էլ հասնի։ Հին համակարգով դժվար կլինի, բայց այդ նոր համակարգով ինչ-որ միտեղ առաջընթաց լինում է, որ ինչ-որ մի ծակ կոպիտ ասած փակում է։ Հիմա որ շատ լինի, ստանամ արդեն իմ նպաստը, իմ երեխեքի պարապմունքի հարցը առաջինը այդ կլուծեմ, իրանց կրթության համար ավելի լավ, որ հասցնեմ իրանց նպատակին։